ոչ միտեղ ֆաշիստական գերմանիա չի նշվում։ No, God, please, no! Սպիտակ գիծը Porsche-ով երևի ուղղակի շաքարավազ է։ Երկիրը չենք տանելու կործանման։ Այ այդ էինք ուզում լսենք։ 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք։ Դա ինչ հիանալի բաներ էին ուզում Հայաստանի համար անել։ Բարև ձեզ, եթերում ARM Comedy-ն է ու լավ լուր ունեմ։ Մեր YouTube-յան ալիքը սենց հասելա 150,000 բաժանորդ դառնալու են ամենասենց ծերին ու մնում ամենակ սենց ձեր են մի քանի հազար չբաժանորդագրվածների սենց ջանքը, որ մենք տոնենք 150,000-ը դդզ տենամ։ Բաժանորդագրվեք, այդ ձեզ էլ լավ, բաց չեք թողնի ոչ մի թողարկում եւ մենք միշտ կլինենք իրար հետ, միշտ։ Ինչպես մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ի հետ ենք, ում կոմերցիոն տարածքը են, որ Դավիթ անհաղթանին հասցեով է, արդեն ստանում ազանգեր, արդեն ինչ-որ կուրսվողներ են մերթ հայտնվում։ Եղեք առաջինը, ով կկուրսվի եւ ում կոմերցիոն տարածքը կասի հա։ Buenos dias amigos, կարող եք ասել դուք, եթե մայիսի 8-ից մինչև հունիսի 8-ը 100,000 դրամից ավել գնումներ անեք Domus-ից ձևակերպեք 16 ամսով անտոկոս ապառիկ։ Խաղարկվում է ուղևորություն դեպի Իսպանիա, այսինքն ձեր ռեմոնտի ավարտը կարող եք նշել Բարսելոնայում։ Բարսելոնա, ես ռեմոնտը ավարտել եմ, Բարսելոնա, ուղևորություն շահել եմ։ Դու դեռ ոչ մի բան չես շահել, Նարեկ, շտապեք դեպի Domus, ընկեք Նարեկից առաջ։ Դե իժում եք, մայիսի 9-ներ հաղթանակի տոնը ու շատ տրամաբանական կլներ, որ այդ օրը հանրային են, որ բոլորիս հեռուստաընկերությունն է, հյուր կանչեր ինչ-որ մի մարդու, որ ասոցացվում է հաղթանակի հետ։ Զինվորական փորձով մի մարդ, հաղթական ճանապարհ անցած վետերան։ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանն է, բարեկո պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն հավերընթունի համար։ No, God, please, no, God, ինչ բոլոր մարդկանցից, որ կարային ասոցացվեին հաղթանակի հետ, գնացի կպակ Արծրունին։ Պատերազմի երկրորդ համաշխարհային պատերազմի մասին դուք գիտեք, որ ժամանակակից աշխարհում ցանկացած երևույթ դառնում է պրոպագանդայի, միֆականացման, քաղաքական շահերի սպասարկման առարկա ու որպեսի չլինի պրոպագանդա կամ ինչ-որ մի քաղաքական ուժերի սպասարկում Պետրոսը հրավիրեց Արծրունին։ Really? Really, ապե, really? Լուրջ ասենք Արծրունին? Fucking լուրջ։ Ասենք եթե մի օր էլ կոնֆլիկտների հանգուցալուծման օրը լինի, այդ օրը մասիվի թաղապետին, հա, Պետրոսը կանչելու։ Աշխարհագրությունից են շատ ուժեղ չեմ, բայց ինչքան քարտեզը պատկերացնում եմ, Գերմանիան եւ Սովետական միությունը սահման չունեին։ Այդ ժամանակ մեր մտքով չեն անցնում դասատուին հարցնենք, եթե սահման չունեին, ոնց հարձակվեցին ուխտադրուժ։ Ինչպես։ Հիմա ասեմ, որ Ճապոնիան էլ Ամերիկայի վրա է հարձակվել։ Չէ, միանգամից ծանր շոկը կենթարկի, հերվից է պետք գալ։ Так, Պետրոս, Ջանիկ, խելացի գերմանացիները ստեղծել են ասես մի հրաշք սարքեր, որոնք ունեին 4 անիվ, ներքին այրման շարժիչ ու մի հատ էլ սենստեղ, որ կոֆեյով բաժակած սենս դնես։ Նու այդ կարող է հենց այդ պահին չլներ։ Մի խոսքով, դա թույլ էր տալիս, որ թվով շատ գերմանացիներ մտնեին այդ սարքի մեջ, անցնեին տարածություն եւ հասնեին ԽՍՀՄ։ Սպասի թող ազնվության եւ ճշտախոսության ասպետը պարզաբանի։ Ֆաշիստական Գերմանիա չի եղել, դա սովետական հերթական միֆերից մեկն է։ Նացիստական Գերմանիա կա եւ բացի սովետական պատմագրությունից ոչ միտեղ ֆաշիստական Գերմանիա չի նշվում։ Արծրունը զգետնում է մեր գիտելիքները երկրորդ համաշխարհային մասին։ Այսինքն պապս ոչ թե 11 հատ ֆաշիստ է պլեն վերցրել, այլ 11 հատ նացիստ։ Արծրուն ճշտագույնիչ։ Ոչ բոլոր ֆաշիստական ռեժիմներն են, որ եղել են նացիստական, բայց բոլոր նացիստական ռեժիմները եղել են ֆաշիստական, ստեղ ոբշե ինչ կա քննարկելու։ Կարող է դագդիգական ռեբրենդինգ անում։ Ֆաշիստներին ոչ միայն։ Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր, Դա շատ հարաբերական է, պարոն Ղազարյան։ Ինչպես։ Որովհետև Թուրքիան Գերմանիա դուներ չեզոքության որոշակի պայմանագիր եւ որոշակի նյութեր էր մատակարարում Երրորդ Ռեյխին, բայց հարցն այն է, որ Գերմանիան ներողություն, Թուրքիան այդ ժամանակ որևէ էական ուժ չուներ հարձակվելու Կովկասում նոր ճակատ բացելու, դա միֆ է։ Թուրքիան էս թեթևի մեջ էր Հիտլերի հետ դաշինքի մեջ, մեկու մեջ լայքում էր, տրենդ էր, չէր ուզում բաց թողնել։ Դե սպասի, Արծրունը դեռ տականում է, այսպես զգետնելու է քո բոլոր պատկերացումները նացիստական Գերմանիայի մասին։
Գերմանիան ուներ ծրագիր, կոչվում էր օպերացիա Գերտրուդա օպերացիա, մշակված հստակ ծրագիր էր։ Եվ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայի ուղությամբ, Բուլղարիան Գերմանիայի դաշնակիցներ գիտեք այդ ժամանակ, Բուլղարիայից որոշակի դիվիզիաներ ցամաքային զորքեր, այդ թվում նաև անկախ Հայաստանից արդեն Արա անկախ Հայաստան դրնելու, արա սխալ կողմից ենք պատերազմում, արդյոք չկանգնես, սաղ ճիշտ ասա, մենք ես հավատում ենք, նորից։ Սա ընդամենը մի մասն է, նա ինչ հիանալի բաներ էին ուզում Հայաստանի համար անել Հիտլերը ու Թուրքիան։ Okay, նույնիսկ սարկազմով սա շատ տարօրինակ է հնչում։ Պիտի եւ Հայաստանից եւ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին, գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ընդհանրում էր նաև Միացյալ Հայաստանի պատմական Հայաստանի ստեղծում։ Պապի, խիչը թողիր Հիտլերեն կանցնեն։ Մի րոպե, իսկ որտեղից արդյունին այդ գեր գաղտնի օպերացիայի պլանները։ Պետք է բզբզայր, հա? Հիմա ինչ որ ապացույց ես ուզում, ինչ որ փաստաթուղթ ես սրա տակ ուզում։ Ուղղակի Արծրունի խոսքերին չես ուզում հավատաս, հա? Դե այն դեպքերից հետո էլ Դե իրականում հա այդ Գերտրուդա օպերացիայի մասին չկա ոչ մի արխիվում փաստաթուղթ, ուղղակի կա մի քանի նշումներ առանց հղումի, ինչպես են հարյուրավոր տեսական պլաններից մեկը, որ Գերմանիան ուներ։ Գիտեք, էլ ինչ տեսական պլաններ Հիտլերը ուներ, չնայած մեզ մեկը տեսական չէր, մեկը նույնիսկ sense հիմնավորված թղթերով կա։ Անեներբեն, որտեղ Հիտլերենք Հիմլերը փորձում էր գտնել Ատլանտիդան, այս sense տեսական պլան կար։ Նու հա, մի փոքր բագ էր արդյունին հմեկ հրավիրելը։ Նույնիսկ Պետրոսը չէր սպասում, որ սենց ախինյե է դուրս տալու։ Պապան, տեսեք, այդտեղ հետաքրքիր բան կա։ Ռուսները այսքան խորհրդային պատմության մեջ դա անվանում են հայրենական պատերազմ, բայց մարդիկ չէին ուզում կռվել։ Այսինքն, արդյոք այդտեղ գաղափարը հայրենիքի պաշտպանությունն էր դրած։ Այո, հմեկը այս նյութը ամրապնդելու համար կազմակերպեց մի ժամանոց շոու, որտեղ կանչեց մի կողմից Վուդրո Վիլսոնի Զարմիկ Արապապյաններ, մյուս կողմից Դալաքյանի աղջիկը ու այն Միսթր Բինի նման քաղաքագետը, ու իրանք sense վիճում էին իբրե։ Տարբեր բաներ էին ասում, հա։ Չէ, լրիվ նույն բանն էին ասում, բայց ճիշտ վիզուալ որ նայում են, թվարությունն է, որ հմեկը երկու կարծիքներն էլ հավասար եթերաժամ տվեց։ Okay, մի կողմ դրենք 80 տարվա թեմաները եւ անցնենք նորերին։ Իսկ նորը դա լավ մոռացված Քոչարյանն է։ Քոչարյանի 4 միլիարդը վերջապես վերադարձնում են մեզ մի վարքան կներեք։ Կնիկ են թազա BYD-ին պատվիրի։ 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Չէ, լավ ուզում ես այդ նոր մեքենան տենց հələ սպասի։ Նու ճիշտ է, շատ երկար էր թվարկում, բայց այս սաղ իրար գումարած սկի մի միլիարդ չէր անում։ Ուրեն մնացած միլիարդները գջեջեին Գիլիբովսկի։ Հա, էլի, եթե ուզում եք ընտրություններից առաջ, ասես գազարի նման ասես մեր դեմը ասես պահեք նորից։ Այս անգամ գոնե 4 միլիարդանոց գազար է պետք։ Քանի քնչականից մարդ էր եկել ազգային ժողով, ընդդիմադիրները հարցեր տվեցին որոշ անոմալիաներից։ Քնչական վարույթներ նախաձեռնելիս ես ակնհայտորեն տեսնում եմ երկակի ստանդարտների իրագործում եւ նաեւ ակնհայտ քաղաքական ենթատեքստ հարուցած գործերի շրջանակներ։ Կա երկու պարզ դրվագ։ Մի դեպքում մարդը ծեծում է, մյուս դեպքում ուղղակի գնահատականը հնչեցնում, եթե կուզեք վիրավորանք։ Թույլ տվեք գուշակեմ, ծեծողը ազատության մեջ է, իսկ հայհոյողը կալանքի տակ։ Ոնց որ սկսում ես խաղի կանոնները հասկանալ, թույլ տվեք գուշակեմ, այդ հայհոյողը մասիվի թաղապետ չի, ինչը չի կարելի ասել ծեծողի մասին։ Գյումրու քաղաքապետի նախկին խոսնակն հազանգում է իրեն տնային հագուստով ու հողաթափերով ոստիկանություն բերման ենթարկելու, անհամաչափ ուժ կիրառելու, ձերբակալման վայր ընդունվելիս տեսախցիկի առջև մերկացնելու ու զննելու մասին։ Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը Facebook-ի իր էջում հրապարակել է այն ոստիկանի լուսանկարը, որն ըստ պաշտպանի նվաստացրել խոշտանգել է կնոջը։ Դատական նիստի բնականon պրոցեսը խաթարել, դատավորին վիրավորել եւ այլը դրա համար մեկ ստիպված հարկադրված գնացել եք այդ ծայրահի խափան միջոցի։ Okay, կարելի է չէ ժողովրդարության բաստիոնում քաղաքացուն ժամանակ տալ, որ գոնե անիմաստ կալանավորվելուց առաջ գոնե տանշոյերը փոխի։ Կարելի է, բայց
Դա միայն հպարտ քաղաքացուն։ Կնոջը նվաստացրել են Աղիկյանին տնային հագուստով ու հողաթափերով բերման ենթարկելու կադրերը համացանցում հայտնվելուց հետո իրավապահների հասցեին քննադատություն է հնչում, թե ինչու կնոջ նկատմամբ չեն դրսևորել տարրական հարգանք։ Եվ այստեղ նվաստացում հստակորեն տեղ է գտել։ Իսկ են խմբակային ծեծի մեջի են թաղապետը, են որ Ստեղ քնչականի պետը նենց պաշտպանեց թաղապետին, ոնց ոչ ԿՊ-ներ պաշտպանել, ոչ էլ իր անկերները։ Քնչականի նախագահը պնդեց, թե նոր Նորքի թաղապետի արարքը ոչ մեծ ծանրության հանցագործություն է։ Ինչ վերաբերում է Լիլիթ Աղիկյանին, ասաց, նա ազատության մեջ էր, մինչև իրեն վատ պահեց։ Ասում եմ Լիլիթ Աղիկյանը առաջին անգամ չի հանցանք կատարել։ Ասում եմ Լիլիթ Աղիկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել։ Պարոն Պողոսյան, այն կույր հավատարմությունը, որ դուք տածում եք առ այս իշխանություններ, առ Նիկոլ Փաշինյան, դրան կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը եւ Արտուր Հովհաննիսյանը։ Ես ձեզ կոչ եմ անում կանգ առնել։ Դե չէ, արի կողմնապահություն չանենք, էլի, որովհետև քնչականը ոչ էֆեկտիվ է, ոչ միայն ընդդիմությանը վերաբերվող գործերում։ Ճիշտ է, նույնքան ոչ էֆեկտիվ է նաև ԿՊ-ին վերաբերող գործերում։ Այ օրինակ ԿՊ պատգամավորներից մեկը հարցրեց, բա ինչ փուլում է Արադ Միրզոյանի վրա մահափորձը։ Հիշում եք, չէ՞, դա 4.5 տարի առաջ էր։ Հենց հիմա նաև այդ գործով քնչական ստորաբաժանումը կատարում է պլանավորումը անհետաձգելի քնչական գործողություններ եւ շուտով արդյունքներ կունենանք։ Դե դեպքը 4.5 տարի առաջ էր ու հենց հիմա տակ հետքերով ակտիվ գործողություն են անում։ Նարեկ, չէ իհարկե, հիմա չեն անում ակտիվ գործողություն, հիմա պլանավորում են անել։ Այս հո ձերոնց համար գոնե մի քիչ գազ տվեք։ Հա, էլի։ Ի պատիվ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ անձանց չպարզաբանված անձանց արդեն նույնականացրել ենք։ Դատելով ընթացքի արագությունից երևի դուր են գնում ամեն Հայաստանի բնակարան, ասես բացում են, տես մի հատ նայում են, հա չէ դու չես ու շարունակում են։ Եթե ձեզ թվում է, որ այս գործն է դանդաղ գնում, հիշեցնեմ, որ դեռ չեն բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը 99 թվականի։ Հոկտեմբերի 27-ի հետ կապված դուք գիտեք, որ քրեական վարույթը ինքը գաղտնի ռեժիմով է քննվում, բայց հավաստիացնում եմ, որ այս քրեական վարույթով դարձյալ մեծածավալ եւ հսկայական գործողություններ է կատարվում։ Մարտի 1-ի հետ կապված էլ քնչական կոմիտեն այն իր ուղղության մասով այս պահին էլ նույնիսկ գործողություններ են կատարում։ Էս եք ուզում, աստուց կրակ եք ուզում, գործողություններ են անում, իսկ մենք ինչ գործողություն անենք, որ հասնենք երկրորդ մասին։ Մենք մնանք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում մենք նշում ենք Եվրոպայի օրը եւ Ռուսաստանը պատրաստում է փափուկ ուժ կիրառել Հայաստանում։ Նարեկ, դու տուն ես ռեմոնտ անում, ինչի չես միանգամից արևային կայան տեղադրում։ Դեռ փող չունեմ դրա համար։ Ինչ փող, այն փողը, որ պիտի տայր էլ ցանցին, դրա կեսը տալիս ես ապառիկին ու եւ վերնում ես արևային կայան։ Հա, բայց բանկին էլ չէ պետքա փող տամ, այնտեղ տոկոսա բանա։ Դմբո 0% բանկերին, արի Solar Holding։ Մենք ստանում ենք հազարավոր նամակներ, իսկ ինչ է մտնում Dragon Motors-ի երաշխիքային սպասարկման մեջ հարցնում են մարդիկ։ Ասենք, ուրեմն մարդկոց ավտոյ, բռնվեք, 6 տարվա երաշխիք են տալիս կամ մինչև 150,000 կիլոմետր։ Ընթացային մասերի վերանորոգում 12 ամիս կամ 20,000 կիլոմետր։ Սալոնում էլ թույն սուրճի ապարատա, գնացեք ձեզ էլ ամերիկանո կհյուրասիրեն։ Եվ այսպես Ուկրաինան, չեք սպասում, որ դրանով կսկսենք։ Ուկրաինան շատ մոտ է խաղաղության։ Կամ այդքան մոտ չի, դժվար է ասել։ Մենք դա հստակ չգիտենք, բայց գիտենք, որ մի անգամ վերջերս բրիտանացին, գերմանացին ու ֆրանսիացին գնացին Կիև։ Իսկ ինչ եղավ գնացքում ետդարձի ճանապարհին, շատ հուզիչ էր։ Այս sense ուրախ պայմաններում սկսվեց մեգա եվրոպական բոլոլա։ Որտեւ եթե ուշադիր նայեք, ինչ որ սպիտակ փոշի էր սեղանին, Մակրոնը շատ խորամանկ թաքցրեց դա։ Где ваши доказательства?
Կոկայինոմ։ Ֆրանսիայի պաշտոնական էջը X-ում ասաց, որ դա ընդամենը նախագահի խլնքոտ թաշկինակներ, արա ինչ եք ուզում։ Իսկ այս սպիտակ գիծը Porsche-ով երևի ուղղակի շաքարավազ էր, որը մերցներ պատահաբար թափել, ինքը вообще փնթորշա։ Գծիկով։ Մինչ Եվրոպան սուզում է սկանդալի մեջ, մեզ մոտ նշում էին Եվրոպայի օրը։ Եվրամիությունը հարմարվում է նոր իրողություններին, ամրապնդելով իր դիմակայունությունը միության ներսում եւ տարբեր ոլորտներում։ Եվրոպան մեր դիմակայությունն է ամրապնդում, բայց ոչ միայն։ Եկեք այժմ դիմակայության ու պաշտպանության վրա կենտրոնանանք։ Այո, ինչա հիմա մեզ տալու Եվրոպան, զենք, պաշտպանություն։ Անվտանգությունն ու պաշտպանությունը դրանցից են, սակայն մենք չենք մոռանում նաև գլոբալ մարտահրավերները, այդ թվում անցումը կանաչ կառավարման եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարը։ Եւ այս համատեքստում Հայաստանը նշանակալի դեր է ստանձնելու, հյուրընկալելով ՄԱԿ-ի կենսաբազմազանության գագաթնաժողովը 2026 թվականին։ Ինչ կենսա-ֆակին բազմազանություն, թիթեռենք նկարելու, իսկ կլինի այդ համաժողովը կենսաբազմազանության անցկացնի Կիևում, իսկ մեզ փոխարենը երկու տանկ տակ։ Լարի, հա, առանց այդ լարված վիճակը, հենա թիրախավորվում են մեր եվրոպամետները։ Մեկը մի անգամ տարի ու կես առաջ գնաց Բուչա, տեսար ինչ սարքին գլխին։ Այն որ 10 հոգով հարձակվեցին ծեծելու։ Նոհա։ Տիգրան Ներմարգարյանը եղել է Բուչայում։ Մենք համարում ենք, որ դեպքից 5 օր առաջ Բուչայի մի խումբ ներկայացուցիչներ քաղաքի այստեղ Հայաստանում են եղել եւ նրանց Տիգրան Ներմարգարյանը ընդունել է Հանրապետություն կուսակցությունում իմ կաբինետում։ Մենք համարում ենք, որ դա ֆիքսել են ռուսական հատուկ ծառայությունները Հայաստանում, որն էլ ռուսական համապատասխան ծառայությունների միջոցով փոխանցվել է այստեղ գործող ռուսական ազդեցության քաղաքական լիդերներին, իրենք էլ իրենց ենթականերին, իրենց ենթականերն էլ իրենց ենթականերին, այդ ենթականերն էլ տարել են։ Օրոյս ինչ տիպի ռուսը չի ներում այս մարդու Բուչա գնալը։ Իրանք տեսան, որ Բուչա է գնացել, էդի հիշեցին մի տարի հատուկ նենց վատ սարքել տվեցին մանկապարտեզը, որ հետո իրան շպիոնին ուղարկեն ու վերջում սենց բոլորը ստացվի։ Լեսի, բան մյուս բլոգերը են, որ գնում էր դպրոցներ ու նկարում էր վատ սարքած դպրոցները, իրա հետ ինչ եղավ։ Պատից պոկել էր կախիչները, ստուգել ջրի ծորակներն ու մարզասարքերը։ Այդ ժամանակ որակից դժգոհ վարչապետը չէր թաքցրել զայրույթն ու բացահայտ ակնարկել էր կոռուպցիոն ատկատների մասին։ Տեսակ Փաշինյանն էլ չէր ներել Բուչա ու գնաց բացահայտելու անորակ աշխատանք, ուրիշ ինչ բացատրություն կարա լինի։ Հիմա ինչով է տարբերվում այս իշխանական բլոգերը, այն ընդդիմադիր բլոգերից ու ինչին այդ սկանդալի մեջ չընկավ։ Դե ընդդիմադիր բլոգերը անավարտ շինարարությամբ մանկապարտեզ էր գնացել, կմտածեք դուք։ Վարչապետը նախկինում արձանագրված թերությունների մասին հպանցիկ խոսեց, նշելով, թե նախորդ այցին աշխատանքները դեռ ավարտված չէին։ Բայց նախորդ անգամ ինչ է, որ եկել ենք դեռ չէր սկսել դասապրոցեսը, Դե իհարկե դեռ չէր սկսել դասապրոցեսը, այդ կախիչը պետքա սեպտեմբերի 1-ից մի օր շուտ գային ցենց լավ ձգեին։ Բա ինչ եր գնացել ստուգելու անավարտ դպրոց։ Սաղը հասկանում ենք, չէ՞, որ ոչ մանկապարտեզում էին վերջի վարքյան ինչ որ բան շտկելու, ոչ էլ այդ դպրոցում։ Դե չէր ներել Բուչան։ Իսկ ի՞նչ է կարծում Եվրոպայի կնքահայրը։ Հայաստանում այս գարնանը երկու եվրոպական բան կա՝ եղանակը եւ մեր կուսակցությունը կատակ։ Խզմալյանը կատակում է, որովհետեւ Հայաստանում ոչ մի եվրոպական բան չկա։ Խզմալյանը նաեւ լավ լուրերով է կիսվում ու առանց կատակ։ Նավթի գներն իջնում են, Brent $59, ռսականը 55, Ուսա կատակ չի։ Ջան, դե եթե այդ ռսականը դες թանկանա, այդ նես չի մեզ լավ աստիպված, ավելի թանկով ենք առնելու։ Մենք էլ եվրոպականը կառնենք, որտեղ ցանկացած ռսական բան տանում է ինքնակործանման, իսկ ԿՊ-ն հստակ խոստանում է չինքնակործանվել։ Երկիրը չենք տանելու կործանման, որովհետև դա կլինի ինքնաոչնչացման ամենաուղիղ եւ ամենակարճ ճանապարհը։ Այ այդ ենք ուզում լսենք, սա կործանում ծրագրում չկա։ Իսկ այդ ընթացքում մեր դեմ հիբրիդային պատերազմը մղվում։ Համեկն ասել, արծրունել չի հերքել։ Մեր երկրի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում եւ դրանում ակտիվորեն ներգրաված է Ռուսաստանը։ Սա քաղաքագետների պնդումն է, որ հիմնավորվում է մի շարք փաստերով։ Ընդ որում մասնագետների դիտարկմամբ Հայաստանում բացի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից չկան ռուսամետ այլ ուժեր։ Վերլուծաբանների ուշադրությունից չի վրիպել նաեւ, որ խորհրդարանի Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները վերջին շրջանում միմյանց նկատմամբ անհանդուրժող են եւ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների համար մրցակցության մեջ։
Սերժն ու Քոչարյանը մեզ թաքուն տանում են դեպի Ռուսաստան, պայմանավորվել են իրար հետ։ Երկու մարդ, որ նույնիսկ չեն կարողանում իմպիչմենտի շուրջ պայմանավորվել։ 21 թվից հետո նոր բան չեն հորինելու, հա? Ու ո՞նց է գնում այդ հիբրիդային պատերազմը։ Ռադիոտուն հասել են արդեն։ Նախապատրաստական աշխատանք ընտրությունների նախաշեմին։ Մարդիկ սովոր են, եթե պատերազմա, ուրեմն զենքով պետք է գան գրավեն։ Ոչ, հիբրիդային մեթոդները շատ անգամ ավելի էֆեկտիվ են։ Կոնկրետ ո՞նց է զգացվում այդ էֆեկտիվությունը, որ ընդդիմություն իրար միսաոտում ու պարբերաբար միմյանց մեղադրում է Նիկոլին ով է բերել իշխանության, դու ես բերել, չէ դու ես բերել, չէ դու ես բերել։ Իսկ կարող է մեզնով ուղղակի նորմալ, լավ գրագետ զբաղվող չկա։ Արդեն կա Սերգեյ Կրեմլում Հայաստանի հարցերով այսուհետ կզբաղվի Կիրիենկոն։ Էդգար Վարդանյանն էլ Մոսկովյան Վեդոմոստի պարբերականում ապրիլի 30-ին հրապարակված հոդվածն է հիշեցնում։ Որ հայկական ուղղությամբ ինֆորմացիոն բլոկում նորամուծություններ են ներմուծվել եւ Սերգեյ Կիրիենկոն է նշանակվել կուրատոր, այսպես ասած, որը համակարգելու է հայաստանյան ուղղությամբ ռուսական, կարելի է ասել, ինֆորմացիոն հարձակումը։ Սերգեյ Կիրիենկոն ինչ հարձակում է նախատեսում։ Կարող է այն փորձագետ Հովսեփ Խուշուջյանի խոստացած տրանսգենդերների ջոկատը վերջապես հասնի։ Չէ, ակնհայտ դա չաշխատեց, ավելի կոշտ բան է պետք Նիկոլին հեռացնելու համար։ Ավելի կոշտ, քան տրանսգենդերները։ Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու Հայաստանում փափուկ ուժ կիրառել ռուսական շահերը առաջ տանելու համար։ Հա, կոշտը չաշխատեց, հիմա փափուկ ուժ են կիրառելու, երևի փափուկ խաղալիքները բաժանեն հայերին։ Հայ փորձագետները ահա սարսուր գործիքներ են կանխատեսում։ Ինչ ասել է փափուկ ուժ, փորձագետները մի քանի ուղղություն են առանձնացնում։ Ես կարծում եմ, որ պետք է մենք սպասենք նոր լրատվամիջոցների ձևավորում պրոռուսական ուղղվածության։ Կարծում եմ նաև դեսպանությունը ավելի ակտիվ է աշխատելու Ռուսաստանի դեսպանությունը Հայաստանում։ Ոբշեմ տրոցա փափուկ ուժը, ոչ մի նոր բան չկա։ Այն լրատվական տերորա սկսվել իշխանությունների դեմ, որը եթե ամնեզիա լրիվ չունեք, 19 թվին էլ էին ողբում, որ սկսել է։ Պետք է ենթադրել, որ այդ գարեջրատան մեջ գտնվում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ կարող ենք արձանագրել, որ ուրեմն բարև ձեզ։ Ես չեմ խանգարի։ Այստեղ երթևեկությունը գիտեք, շա ավտոբուսների համար առանձնացված է։ Okay, եթե ասես տուֆտա թեմաների վրա են կենտրոնանալու այդ փափուկ ուժային ընդդիմադիր լրատվամիջոցները, ուրեմն պրոբլեմ չունի իշխանությունը։ Նախ ինչքան գիտեմ FIB-ի խմբագիրներն են, չի որի շուրջ ռուսական ամեդ բաներ, երկրորդը Ալենը իսկապես կայանել էր ավտոբուսի համար նախատեսված գծում, սա տուֆտա բան չի։ Okay, դա շատ վատ բան է, այո, ուղղակի հիմա կարա թվա, որ պաշտպանում եմ իշխանությանը, ուղղակի ինչ որ մեկը այս երկրում պետքա մեծահասակ լինի, թե չէ։ Կիրակի օրա տրանսպորտ համարյա չկա ու օքեյ, այդ պահին ամենամեծ մեղքը, եթե իշխանության դա երկրորդ գիծ կանգնելն է, ուրեմն ավտոբուսի գիծ, գարեջուր խմելու համար, причем չփաս չէ, որ գարեջուր կարող է թաներ խմել։ Շատ հավանական է, որ առավոտը Կիրակի 11-ին դա Ալենը գարեջուր չէր խմում։ Դրա վրա կենտրոնալը ինձ թվում է շատ տուֆտա թեմա է, ինչպես նաև սենց թեմաները, որ սաղն դիմադրիները գցում էին։ Ու կամիա ռեժիմի շինարարություններից փոշիա բարձրացել ժողովուրդ կլինի սենց տուֆտա թեմաների վրա կամի անձրև, արա հա մեկ անձրև պտի գա, մեկ պտի շատ վատ թրջվեք այդ անձրևի արդյունքում կլինի տենց տուֆտա թեմաների վրա այդքան չկենտրոնանանք։ Իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, էսի ազդում է իրանց վրա։ Վարչապետի աշխատակազմից լրատվամիջոցներին զգուշացնում են, ինքնակարգավորվեք, հակառակ դեպքում հանրության պահանջով ձեզնով իշխանությունը կզբաղվի։ Արա դե հազիվ միջազգային վարկանիշով մամուլի ազատությունը նենց մակարդակի էր, որ Փաշինյանը դրանով ճպցնում էր ու ճպցնում, էդ էլ եք ուզում խլեք ձեռքից։ Հազիվ այնքան ազատ է մամուլը, որ կարող է այս որակի ռեպորտաժներ անել։ Տիկին Վարդապետյան, ինչու եք լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերում։ Հանրային հաշվետվականություն չկա։ SMS-ը դուք եք ստանալու հաջորդ Տիկին Վարդապետյան։ Տեսնում եք ինչքան հավես անբռնազբոս ու բացարձակ անիմաստ լրատվական աշխատանք է տարվում, որը ուզում են սահմանափակեն։ Դե փափուկ ուժն է Ռուսաստանից ձեռը գցում, հետո սկսում է խեղդել ԿՊ իշխանությունը։
Փոխարենը Հովիկ Աղազարյանը շատ ավելի կոշտ մեթոդներով է ի տարբերություն Ռուսաստանի գործում եւ սկսել է իր սեփական impeachment-ի գործընթացը։ Հիշացնեմ էլի որ տարածիորեն 2 շաբաթ առաջ սա կանխատեսելի։ Ապրես։ Սկսում ենք այդ գործընթացը եւ վարչապետի տեխնացուի անունը հայտարարենք մայիսի 20-ին սույն թվականին։ Բայց տեխնացու կա արդեն։ Տեխնացուներ կան։ Նախ ինչի է Աղազարյանի կաբինետում տենց հին ռադիո ընդունիչ։ Ամեն պահի սպասում ես, որ ասի Գերմանские войска вторглись в Советский Союз։ Մի քիչ թարմացրեք դա։ Թվային կարելի է բանել եւ երկրորդը ինչին մի քանի տեխնացուներ, եթե ազգի սիրտը ակնհայտորեն Աղազարյանին է կպած։ Պետք է երաշխիք լինի, որ ասենք այդ տեխնացուն ասենք թե հաջողության դեպքում չի թեքվի այս կամ այն քաղաքական ուժի կողմ խորհրդարանում մասնավորապես գտնվող քաղաքական ուժի կողմ այդ երաշխիքը պետք է ունենանք։ Դե ոնց որ մենակ Աղազարյանն է, ում անհնար է թեքել մի կողմ։ Իսկ կարող է մյուս ընդդիմադիրները միանան։ Կարա թվա որ դա անհնար է, բայց Դուք ասում եք, ես չեմ միանա Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերին, բայց ակնկալում եք, որ իրենք միանան այս գործընթացին փաստորեն։ Ոչ թե թիմերը միանան այս գործընթացին։ Ուղղությունները։ Այո, հասկանալի է։ Դե իրենց թիմի անդամ։ Ակնկալում եմ, այո։ Խիպուտի չմիանան։ ՔՊ-ից էլ կարող է միանա։ Չէ, ՔՊ-ն վարչապետի շնորհիվ է ընտրվել։ Եվ ինքը իր մանդատին տեր լինի։ Այն որ ասում ենք, հասկացանք, բոլորս էլ ասում ենք, 1000 անգամ, միլիոն անգամ ասեցինք, ասել, նա դա էլ եղանք արդեն։ Պատգամավոր ենք դարել հիմնականում վարչապետի շնորհիվ։ Բայց դու ներկայացնում, յուրաքանչյուր պատգամավոր ներկայացնում է ողջ ժողովրդին եւ ինքը զրո չպիտի իրան համարի։ Վերջ էլ նադալ չենք անում։ Բարձրացրենք մի լավ լուրով։ Կամ համարյա լավ լուրով։ Համբերությամբ զինվենք եւ գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Ինչ առումով լավ նորություն։ Խաղաղության պայմանագրի ստորագրման։ Գուցե լավ լուր լինի, գուցե կենտրոնանք լավի վրա։ Հայաստանը զինվում է առայժմ համբերությամբ։ Դե դուք էլ զինվեք համբերությամբ եւ մնացեք մեզ հետ։ Նարեկ, ո՞րն էր անցած տարի Չինաստանում համար 1 ծախվող բեռնատարվենը։ Իհարկե JMC-ի Touring-ը, Սերգեյ, 2 լիտր տուրբո Puma դիզել շարժիչով, որի շնորհիվ բարելիքի ծախսը երկակի կրճատվում է։ Իսկ գինը մարդկային է Նարեկ։ 11.900.000 դրամ, իսկ լիզինգի դեպքում 0% փաստացի տոկոսադրիկ։ Իմ կողմից էլ ասեմ, որ երաշխիք 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ Vigus Touring Grand Avenue Touring Plus։ Փորձաքննությունը ասում է, որ հարմարեցված են մեր բնակլիմայական պայմաններին ու սարուձորին։ Շարժիչները դիզելային ու նույնիսկ մեր վատ դիզելին հարմարեցված։ Չեմ ջոգում, որտեղ են փորձում մեզ գցել։ Երաշխիք կա 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ Արդար գինա, համագործակցում են Ford-ի ու Isuzu-ի հետ։ Դե չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ինձ պետք Grand Avenue Plus 3 հատ է Vigus։ Ինձ այդ նույնիսկ Plus Grand Avenue Pro։ Արագ աճեցրու բիզնեսը JMC մեքենաների հետ։ Սրա սևը չունեք։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Իսկ քեզ ոնց կուզես հիշեն։ Ինչ։ Կամ ոնց կհիշեն քեզ, որպես ինչ գործիչ։ Որպես լավ ռետոր, որպես լավ բանախոս, որպես լավ բանավիճող։ Հիմա ինչ, այդ Մակրոն ենք, պետք է շարունակեն պաշտոնավարել, չնայած ակնհայտ կոկային էր այնտեղ, հա։ Նարեկը մտածում էր կոկային չի, ասում է, մենակ չասես կոկային էր։ Արա սաղ դրա մասին։ Դա ռուսական ռոպագանդա էր անի մասը, որովհետև ես չէի տեսել են գիծը։ Ես մենակ սալֆետքեն էի սկզբից տեսել։ Մակրոնի դեմքի արտահայտությունն էլ չտեսել, ասես վերցեց ու սուպեր, բայց կա խնչած սալֆետկա էր, Սերգեյ, որ լրագրող հիմա մտնի խնչած սալֆետկա դա էս, չես բայ։
Էնի գիծնել խլինք։ Այդ գիծը ես չէի տեսել, հա։ Այդ գիծը կարող Պուտինն է ավելացրել։ Вообще, если Зеленский էր տվել, Զելենսկին նստած էր ռվկականի վրա, ինձ Զելենսկին Որտե՞ց վերցրիր, դա շատ է հանրահռչակ փաստա։ հին ինտերվյուները նայես 17-18 թվականի միշտ я вот я так думаю, я тогда О, просто холерика, կարող է невростик։ Միացեք Arm Comedy Patreon-ին եւ ձեր փողոցի վրայի տները կտրուկ կթանկանան։